Վրաստանի հրավերով հուլիս 27-ին 30 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանաբահ զորքերու հրամանատար Քնթաբեդ Գարիկ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցելությամբ Վրաստան գտնվի։ Հանդիպման ընթացքին քննարկված են սահմանային անվտանգության ապահովման եւ սահմանաբահ գերադեսչություններու միջև փոխգործակցության առնչվող հարցեր։ Պատվիրակությունը հանդիպում ունեցած է նաեւ Վրաստանի ներքին գործոս նախարարության բարեգային ոստիկանության դնորեն Լևան Մայսուրացեի հետ։ Հանդիպման ընթացքին ներկայացված են բարեգային ոստիկանության կորձունեության հիմնական ուղղությունները, ինչպես նաև քննարկված են Հայաստանի եւ Վրաստանի սահմանի անցման գետերուն հերթերու հետ կապված խնդիրները։ Պատվիրակությունը նաև Վրաստանի ներքին գործոս նախարարության հանրային անվտանգության եւ ոստիկանության ագաթեմիա այցելեց։ Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերու գլխավոր շտաբի պետ զինվորական Էդվարդ Ասրյանը 30 հուլիսին հերթական այցելությամբ գտնված է Փանագային զորամիավորում։ Գահիտնեն Հայաստանի պաշտպանության նախարարութենեն զինված ուժերու գլխավոր շտաբի պետը հանդիպած է ժամկետային զինծառայողներու հրամանատարներուն եւ Փանագային թիրքերու ավակներուն հետ։ Քննարկված են փարոյական հոգեբանական առողջ մթնոլորտի պահպանության, փոխադարձ վստահության եւ հարկանքի վրա հիմնված ծառայողական հարաբերություններու ամրապնդման վերաբերող հարցեր։ Հատուկ ուշադրություն դարձված է ղեկավարության պահպանության եւ իրավախախտումներու կանխարգելման։ Էդվարդ Ասրյանը ընդգծած է, որ յուրաքանչյուր զինվոր բարդավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական ղարքի պահպանության։ Հանդիպում են հետո զինված ուժերու գլխավոր շտաբի պետը զինծառայողներուն հետ ճաշած է։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործոց նախարար Արարատ Միրզոյան ընդունեց Հայաստանի մեջ Ֆրանսիայի տեսփան Օլիվիե դե Կոտինին անոր Թիվանագիտական առաքելության ավարտին առիթով։ Կողմնակությամբ ընդգծված են վերջին տարիներուն համատեղ կատարված ծավալուն աշխատանքի արդյունքները, որոնց շնորհիվ կարելի դարձավ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հաստատումն ու զարգացումը։ Արարատ Միրզոյան ընդգծած է տեսփան դե Կոտինի անձնական ներդրումը երկկողմ օրագարկի ընդլայնման եւ Հայաստան-Ֆրանսիա գործընկերության խորացման ուղղությամբ կատարված աշխատանք մեջ մաղթելով հաջողություն անոր գործունեության մեջ։ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյանը ընդունեց աշխատանքային այցելությամբ Երևան գտնվող Իրանի արտաքին գործոս նախարարի տնտեսական թիվանագիտության հարցերով տեղակալ Համիդ Ղամբարին։ Զրուցակիցները անդրադարձ կատարած են Հայաստանի եւ Իրանի միջև ռազմավարական բնույթ կրող հարաբերություններուն հետ հատկապես ենթակառուցվածքային, ուժանյութի եւ երթևեկության ոլորտի ծրագիրներուն։ Ընդգծված է փոխկապակցվածության նոր նախագծերու իրականացմամբ հնարավորություններու կարեւորությունը։ Անդրադարձ կատարված է տարածաշրջանային զարգացումներուն։ Նախարար Միրզոյան ընդգծած է, որ Հայաստանը ուշադրությամբ կհետևի ստեղծված իրավիճակին, կարևոր նկատելով խաղաղության հաստատումը եւ արգա խնդիրներու կարգավորման ուղղված ջանքերը։ Նախարարի տեղակալ Վահան Գոստանյանին հետ քննարկման անդրադարձ կատարված է Հայաստան-Իրան օրագարկային հարցերու եւ ընթացիկ աշխատանքներուն միտքեր փոխանակված են հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերու շուրջ։ Հայաստանի մեջ Չինաստանի տեսփանադունը նշված է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի 99-ամյակը։ Չինաստանի տեսփան Լի Սինվեյ հայտարարած է, որ Չինական բանակի հիմնական առաքելությունն է ազգային անվտանգության ապահովությունը եւ համաշխարհային խաղաղության պահպանությունը։ Ան ընդգծած է, որ Չինաստանը հավատարիմ է ուժի զսպված կիրառման եւ առաջինը գորիզային զենք չկիրառելու քաղաքականության։ Տեսփանը նշած է Չինաստանի աշխուժ մասնակցությունը ՄԱԳ-ի խաղաղապահ եւ մարդասիրական առաքելություններուն, ան նաեւ ընդգծած է հայ-չինական բարեկամությունը եւ Հայաստանին մաղթած խաղաղություն, գայունություն եւ բարգավաճում։ Ռուսաստանի կառավարությունը հետաձգած է բենզինի եւ դիզելի արտահանման արգելքը մինչեւ 2027 թվականի հունվար 31։ Միևնույն ժամանակ սեպտեմբեր 1-ին արգելքը պիտի դադրի տարածվել դիզելային վարելիքի եւ այլ տեսակի վարելիքներու վրա, որոնք կարտահանվին Ռուսաստանի տարածքեն անմիջական արտադրողներու կողմեն։ Բացառություններ կատարված են նաեւ միջազգային միջկառավարական համաձայնագիրներու շրջանակներու մեջ վարելիքի մատակարարման եւ օդարերգիա պետություններում մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Ուկրաինական անօթաչուները այս գիշեր շարունակած են Վայլդբերիզի գետերուն վրա հարձակումները, այս անգամ հարվածելով Վոլգոգրադի մեջ պահեստային տարածքներ։ Գիշերը կատարված զանգվածային հարձակումի հետևանքով հրթիռներ փրկած են, հայտնած է Վոլգոգրադի մարզի նահանգապետը։ Հուլիս 18-ին սկսյալ Ուկրաինան արդեն հարվածներ հաստուցած է Վայլդբերիզի 10 գետերու վրա։ Հուլիս 30-ին ընկերության պահեստներու մեջ խոշոր հրթիռներ փրկած են։
Թուրքիո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան հայտարարած է Լիբանանի անվտանգության ապահովության մասնակցելու Թուրքիո պատրաստակամության մասին։ Ներկայիս միջազգային զորախումբի դուրս գալեն հետո Թուրքիան ցանկություն կհայտնի մասնակցելու Լիբանանի ինքնիշխանության ապահովության եւ ամրամտման ուղղված բոլոր նախաձեռնություններուն։ Բնականաբար մեր աջակցությունը Լիբանանի զինված ուժերու անվտանգության ոլորտին եւս պիտի շարունակվի, ասաց է Էրդողան Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ մամլո ասուլիսի ժամանակ։ Անկարա մեկնել են առաջ Աուն հայտարարած էր, որ Լիբանանի եւ Թուրքիո միջև հարաբերությունները սկալի ներուժ ունին համագործակցության եւ քաղաքական փոխգործակցության ավելի բարձր մակարդակի հասնելու համար։ Թուրքիան կարևոր տարածաշրջանային դերություն է եւ սկալի գշիրք ունի միջազգային գործերու մեջ, նշած է Լիբանանի նախագահը։ Ամերիկայի եւ Իրանի միջև բանակցությունները կշարունակվին իրավիճակը ղեկավարելու եւ լարվածությունը մեղմացնելու նպատակով հատկապես Հորմուզի նեղուցին հայտարարած է Պակիստանի արտաքին գործոս նախարարության պաշտոնական ներկայացուցիչը։ Պակիստանը առավելագույն ջանքեր կգործադրի, որպեսզի վերացնի բոլոր դարացայնությունները Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրի եւ հունիս 22-ի Պակիստան-Կատար համատեղ հայտարարության ոգիով։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապաններու ստորապաժանումը հայտարարեց, որ ի պատասխան Ղեշմ գղզի երկու բնակելի շենքերուն վրա հարձակումին իր օդային ուժերը քանի մահարվածներ հաստուցած են Հորտանանի Էլ-Ազրակ օդագայանին։ Իսպանիո եւ Ֆրանսիայի մեջ արդեն օրեր շարունակ կբայքարին խոշոր անդարային հրթիռներուն դեմ օտերևութապանները նախազգուշացուցած են, որ դարաձաշրջանին սաստիկ դակի նոր ալիք կմոտենա։ Իսպանիո մեջ արտագաղթ թռություն հայտարարվեցավ։ Ֆրանսիայի մեջ հրթիռներու դեմ բայկարին կմասնակցին նաեւ զինվորականները։ Կառավարությունը հուլիս 39-ին ընդունեց քույքի նվիրապետություն ընդունելու եւ այն կրթության, գիտության, մշակույթի եւ մարմնագրթության նախարարության ամրացնելու մասին որոշումը, որուն արդյունքով Քարնիի մեջ պիտի ստեղծվի հայկական քորքարվեստի նվիրված մշակութային կենտրոն։ Նախարարության եւ Փարերար Լևոն Վարդան Տեր-Պետրոսյանի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրով նախատեսված է Հայաստանի Հանրապետության նվիրապետել Փարերարին պատկանող անշարժ քույքը եւ անոր անձնական հավաքածուն քորքերու թանգարան մահիմնելու նպատակով։ Ցեզիեդեր Անի Զեյթունցյանը։